Վստահ եմ, կա այդ գիտակցումը հոգևորականի շրջանում, որ իրենք անձեռնմխելի են եւ իրենք կարող են ամեն ինչ անել, ընդհանուր մինչեւ իրենց գործունեությունից մինչեւ աշխարհիկ կյանքի վարումը, բայց բոլոր դեպքերում ոչ անձեռնմխելի մարդ գոյություն չունի, այո, պետք է նման փորձերը կանխվեն եւ հնարավորինս խստագույնս պատժվեն։ Ինձ թվում է նաև մեր հասարակությունը սպասում է այդ արձագանքին, որովհետև ես չեմ պատկերացնում, հիմա կան պաշտպանող մարդկանց խումբ, չեմ ուզում իրենց անվանեմ ընդդիմադիր, որովհետև ես կարծում եմ այս պահից սկսած մենք ընդդիմություն չունենք Հայաստանի Հանրապետությունում, դա մի մարդկանց խումբ է, ովքեր ուղղակի այդ խումբը նստած պլաններ են մշակում, երբ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար հանրապետություն է, ընտրություններով որոշվում է հաջորդ իշխանությունը կամ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով, ինչպես կարելի է ամեն տարի փորձեր անել, պլաններ մշակել եւ այդ պլանները իհարկե ակնհայտ բացահայտվում են եւ տեսնում ենք եւ սա ամենամեծ կանխված, կարծում եմ վերջի շրջանում ամենամեծ փորձն էր, որը պետք է իր արժանի գնահատականը ունենա եւ նաեւ պետք է բոլորը տեսնեն, որ հաջորդիվ նման փորձեր երբեք չպետք է կրկնվի։